Ողջույն, սիրելի հետևորդներ։ Եթե այսօր հարցնեն քեզ, դու հավատում ես Աստծուն, գուցե առանց մտածելու պատասխանես այո։ Բայց եթե հարցնեին, քո կյանքը ապացուցում է, որ հավատում ես Աստծուն, արդյոք նույնքան վստահ կպատասխանեիր։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ շատ մարդիկ ուզում են Քրիստոսին որպես փրկիչ, բայց ոչ թե որպես Տեր։ Շատերը ցանկանում են Աստծո օրհնությունը, բայց չեն ցանկանում փոխել իրենց կյանքը։ Պողոս առաքյալը հենց այս վտանգի մասին է խոսում Կորինթոսի եկեղեցում։ Նա գրում է շատ խիստ, բայց նաև շատ սիրող հովի սրտով։ Նա նպատակը մարդկանց դատապարտելը չէ, այլ նրանց փրկելը։ Այսօր այս հատվածը հնչում է նույնիսկ ավելի արդիական, քան առաջին դարում, որովհետև աշխարհը սովորեցնում է ապրիր այնպես, ինչպես քեզ հարմար է, իսկ ավետարանն ասում է ապրիր այնպես, ինչպես վայել է Քրիստոսին։ Բայց նկատի չունեի այս աշխարհի իմ նամակում գրեցի ձեզ չհաղորդակցվել պոռնիկների հետ, բայց նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին կամ ագահներին կամ հափշտակողներին կամ կռապաշտներին, այլապես ստիպված չպետք է լինեի աշխարհից հեռանալ, այլ ձեզ գրեցի չհաղորդակցվել նրա հետ, որ եղբայր կոչվելով կամ պոռնիկ է, կամ կռապաշտ է, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի հետ նույնիսկ հաց մի կերեք, իմ ինչ գործն է դատել նրանց, ովքեր եկեղեցու անդամ չեն, չէ՞ որ եկեղեցու անդամներին դուք եք դատում, իսկ նրանց, ովքեր եկեղեցու անդամ չեն, Աստված է դատելու, վերցրեք չարիքը ձեր միջից։ Ձեզնից մեկը, եթե խնդիր ունենա իր ընկերոջի հետ, կհամարձակվի դիմել անիրավների դատարանին եւ ոչ թե սրբերի, թե չգիտեք, որ սրբերն են դատելու աշխարհը, եւ եթե ձեր միջոցով է դատվում աշխարհը, ապա արժանի չեք չնչին հարցեր դատել աներում։ Չգիտեք, որ հրեշտակներին էլ եք դատելու, էլ ուր մնաց այս աշխարհի խնդիրները։ Եթե հասարակ խնդիրների համար դատական վեճեր եք ունենում, նրանց հետ դատավորներ կարգում, որոնց եկեղեցի կարևորություն չի տալիս, ասում եմ ձեզ ամոթի համար, ձեր մեջ նույնքան իմաստուն մեկը չկա, որ կարողանա արդար դատ անել իր եղբայրների միջև։ Այնինչ եղբայրը եղբոր դեմ դատ է բացում, այն էլ անհավատների առջև։ Արդ ձեզ համար ամեն առումով արդեն իսկ նախատինք է, որ միմյանց դեմ դատ ունեք։ Ինչու դուք չեք անիրավում եւ դուք չեք հարստահարվում, այլ ինքներդ եք անիրավում ու հարստահարում, այն էլ հենց եղբայրներին։ Չգիտեք, որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգում։ Մի խաբվեք, ոչ պոռնիկներ, ոչ կռապաշտներ, ոչ շնացողներ, ոչ իքացողներ, ոչ արվամոլներ, ոչ գողացող, ոչ ագահ, ոչ հարբեցող, ոչ բամբասող, ոչ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Ձեզնից ոմանք այդպիսին էին, բայց մեղքից լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ մեր Աստծո հոգով։ Ամեն։ Չշփվեք այն եղբոր հետ, որը քրիստոնյա է կոչվում, բայց ապրում է մեղքի մեջ։ Սա առաջին հայացքից այս խոսքերը շատ կոշտ են թվում։ Արդյոք Պողոսը սովորեցնում է ատել մարդկանց։ Իհարկե ոչ։ Նա նույնիսկ բացատրում է, որ չի խոսում աշխարհի մարդկանց մասին, եւ եթե բոլոր մեղքերից հեռանայինք, պետք է դուրս գայինք աշխարհից։ Նա խոսում է այն մարդու մասին, ով գիտակցաբար իրեն քրիստոնյա է կոչվում, բայց համառորեն չի ցանկանում ապաշխարել եւ իր ապրելակերպը փոխել։ Սա եկեղեցու դատապարտումը չէ, սա եկեղեցու բժշկությունն է, սիրելիներ։ Երբեմն բժիշկը վիրահատում է ոչ թե որովհետեւ չի սիրում հիվանդին, այլ որովհետեւ ուզում է փրկել նրա կյանքը։ Նույն կերպ եկեղեցական խրատը նպատակ ունի մարդուն վերադարձնել դեպի ապաշխարություն։ Սուրբ Հովան Ոսկեբերյանը հետևյալ կերպ է մեկնաբանում, սիրելի բարեկամներ, նա նշում է, որ Պողոսի խստությունը ծնվում է սիրուց, եթե հովիվը լռի մեղքի առաջ, նա այլևս հովիվ չէ։ Իսկական սերը երբեմն նաև զգուշացնում եւ ուղղում է։ Ինչու եք ձեր վեճերը տանում անհավատների դատարան։ Կորինթոսում քրիստոնյաները միմյանց դատի էին տալիս հեթանոս դատավորների առաջ։ Պողոսը ցավով հարցնում է. Միթե ձեր մեջ չկա մեկը, ով իմաստությամբ կարող է հաշտեցնել եղբայրներին։ Խնդիրը միայն դատարանը չէր, խնդիրը եղբայրական սիրո կորուստներ, սիրելի բարեկամներ։
Երբ Քրիստոսի հետևորդները դառնում են միմյանց թշնամիներ, աշխարհը կորցնում է վստահությունը ավետարանի հանդեպ։ Սիրելի բարեկամներ, փորձենք արդի ժամանակների հետ համեմատություն կատարել եւ կտեսնենք, որ այսօր նույնը կարող է լինել սոցիալական ցանցերում օրինակ։ Քրիստոնյաները հրապարակայնորեն վիրավորում են միմյանց, ծաղրում, ատելություն տարածում եւ աշխարհը նայում է եւ ասում. եթե նրանք այդպես են ապրում, ինչով են տարբերվում մեզանից։ Պողոս առաքյալը հիշեցնում է, երբեմն ավելի մեծ հաղթանակ է ներելը, քան դատը շահելը։ Սուրբ Օգոստնես Երանելին գրում է, որ արդարությունը երբեք չի կարող անջատվել սիրուց։ Եթե նույնիսկ իրավացի ես, ապա կորցրել ես սերը, արդեն պարտվել ես հոգևոր պայքարում։ Ինչու եք նախընտրում անարդարություն կրել։ Սա ավետարանի ամենահակասական գաղափարներից մեկն է։ Սիրելիներ, աշխարհն ասում է. պայքարիր մինչև վերջ, ապացուցիր, որ ճիշտ ես։ Քրիստոսն ասում է, սիրելի բարեկամներ, երբեմն ավելի լավ է կորցնել քո իրավունքը, քան կորցնել քո սիրտը։ Սա չի նշանակում ընդունել չարը կամ արդարացնել անարդարությունը։ Սա նշանակում է, որ քրիստոնյայի ամենամեծ հաղթանակը ոչ թե հակառակորդին պարտության մատնելն է, այլ սեփական սիրտը չկորցնելը։ Անիրավները չեն ժառանգի Աստծո արքայությունը։ Պողոսը թվարկում է բազմաթիվ մեղքեր՝ անբարոյականություն, կռապաշտություն, գողություն, հարբեցողություն, զրպարտություն, ագահություն եւ այլն։ Սա ցուցակ չէ մարդկանց պիտակավորելու համար։ Սա հայելի է, որի մեջ յուրաքանչյուրս պետք է նայենք։ Ուշադրություն դարձնենք, սիրելի բարեկամներ, Պողոս առաքյալը չի ասում, որ երբևէ մեղք գործած մարդը հույս չունի։ Նա խոսում է այն կյանքի մասին, որտեղ մարդը գիտակցաբար ընտրում է մեղքը եւ հրաժարվում է ապաշխարությունից։ Սուրբ Գիրքը տարբերում է ընկնելը եւ մեղքի մեջ մնալը։ Առաջինը մարդու թուլությունն է, երկրորդը գիտակցված ընտրությունը։ Եփրեմ Ասորին ասում է, որ Աստված երբեք չի մերժում ապաշխարող մարդուն, բայց նաև երբեք չի արդարացնում չապաշխարած մեղքը։ Այս հատվածի պատգամը մեր ժամանակների համար հետևյալն է, սիրելիներ։ Այսօր շատերն ասում են, կարևորը սրտով լավ մարդ լինես։ Այս արտահայտությունը մենք հաճախ ենք լսում, բայց Սուրբ Գիրքն ասում է, լավ սիրտը երևում է կյանքի մեջ։ Քրիստոնեությունը միայն գաղափար չէ, սիրելի բարեկամներ, այն փոխված կյանք է։ Աստված չի կանչում մեզ պարզապես հավատալու, նա կանչում է մեզ վերափոխելու։ Գրիգոր Նյուսացին սովորեցնում է, որ քրիստոնյայի կյանքը մշտական շարժում է դեպի սրբություն։ Եթե մարդը դադարում է պայքարել մեղքի դեմ, նա կանգ չի առնում, նա սկսում է հետ գնալ։ Այս հատվածը մեզ սովորեցնում է կյանքում կիրառելի մի քանի կարևոր կետեր։ Ամեն օր քննիր ոչ միայն քո խոսքերը, այլև քո վարքը։ Մի արդարացրու այն մեղքը, որի համար Սուրբ Հոգին քեզ խեղճ մտանք է տալիս։ Սովորիր ներել նույնիսկ երբ իրավացի ես, երբ եղբորդ հետ խնդիր ունես։ Նախ փորձիր հաշտվել, հետո միայն դիմիր ուրիշների օգնությանը։ Մի դատիր մարդկանց, բայց նաև մի սովորիր ապրել մեղքի հետ հաշտված։ Ընտրիր ճշմարտությունը, նույնիսկ եթե այն անհարմար է քեզ։ Թույլ տուր, որ սոցիալական ցանցերի մշակույթը ձևավորի քո լեզուն եւ վերաբերմունքը։ Ամեն օր աղոթիր, որ Աստված ցույց տա քո կույր կետերը։ Հիշիր, որ ապաշխարությունը թուլության նշան չէ, այլ հոգևոր հասունության։ Ամեն երեկո հարցրու քեզ. այսօր իմ կյանքը ավելի մոտեցավ Քրիստոսին, թե ավելի հեռացավ նրանից։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը հիշեցնում է, որ եկեղեցական խրատը սիրո դրսևորում է, ոչ թե դատապարտման։ Սուրբ Օգոստնես Երանելին սովորեցնում է, որ ճշմարտությունը պետք է միշտ ուղեկցվի սիրով, այլապես այն վերածվում է դատապարտման։ Սուրբ Եփրեմ Ասորին շեշտում է, որ ապաշխարության դուռը միշտ բաց է, քանի դեռ մարդը ցանկանում է վերադառնալ Աստծո մոտ։ Սուրբ Գրիգոր Նյուսացին հիշեցնում է, որ սրբությունը նպատակակետ չէ, այլ ամբողջ կյանքի ճանապարհ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, սիրելի հետևորդներ, Պողոս առաքյալի այս խոսքերը խիստ են, որովհետեւ սերն է
խիստ լինում այն ժամանակ, երբ վտանգված է մարդու հավիտենական կյանքը։ Այս հատվածը մեզ չի ասում հեռու մնացեք մեղավորներից, այն ասում է հեռու մնացեք այն ապրելակերպից, որը ձեզ հեռացնում է Աստծուց։ Քրիստոսը նստում էր մաքսավորների եւ մեղավորների հետ, բայց երբեք չնստեց մեղքի հետ հաշտության սեղանի շուրջ։ Նա սիրում էր մեղավորին, բայց ազատում էր նրան մեղքից։ Եվ այսօր նա նույնն ասում է մեզ բոլորիս. ես քեզ չեմ կանչել պարզապես կրոնական մարդ լինելու, ես քեզ կանչել եմ նոր մարդ լինելու։ Եթե այսօր քո կյանքում կա պայքար, մի հուսահատվիր։ Եթե կա մեղք, ապաշխարիր, եթե կա վիրավորվածություն, ներիր, եթե կա բաժանում, հաշտվիր։ Որովհետև ավետարանը միայն մեղքերի ներման մասին չէ, նա նաև նոր կյանքի մասին է։ Եվ այդ մարդը, որ ամեն օր թողնում է, որ Քրիստոսը փոխի իրեն, արդեն այսօր սկսում է ապրել Աստծո արքայության իրականությամբ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուրբ հատվածի բացատրությունը ուղարկել քո քրիստոնյա եղբայրներին ու քույրերին, նրանց եւս հաղորդակից դարձնելու օրվա սուրբ հատվածի բացատրությանը։ Աստված օրհնի բոլորիդ։